Օրագիր նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողներին ներկայացնել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։ Այսօր ուսումնասիրել ենք իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարագիրը։ Որպես անշաշկույթ ԿՊԱ-ական падգամավորը հայտարարագրել է համատեղ սեփականության մեկ բնակարան Երևանի կենտրոն վարչական շրջանում, որը նվիրատվություն է ստացել 2001 թվականի ապրիլի 11-ին, ինչպես նաեւ միանձնասեփականության մեկ հողամաս Տավուշի մարզի նոյեմբերյան համայնքում, որը նա գնել է 2013 թվականի ապրիլի 9-ին։ Բացի այդ, նա տարվա ընթացքում ձեռք է բերել եւս մեկ բնակարան Երևանի կենտրոն վարչական շրջանում, որին փաստացի տիրապետում է 90 օրից ավելի։ Տարեվերջին ինչպես բնակարանը, այնպես էլ հողամասը պահպանվել են։ Շարժական գույքի բաժնում Աղաջանյանը հայտարարագրել է 2013 թվականի արտադրության Nissan Magnishի ավտոմեքենա գնված 2013-ի մարտի 15-ին, ինչպես նաև 2013 եւ 2020 թվականների արտադրության մոտոցիկլետներ, գնված համապատասխանաբար 2014 թվականի սեպտեմբերի 30-ին եւ 2021 թվականի մարտի 15-ին։ Տարեվերջին շարժական գույքը նույնությամբ պահպանվել է։ Էդուարդ Աղաջանյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 818.999 դրամ, տարեվերջին 812.649 դրամ։ Պատգամավորը ունեցել է նաև 200.000 դրամ կանխիկ միջոցներ, որոնք տարեվերջին կազմել են 300.000 դրամ։ ԿՊԱ-ական падգամավորի տարեկան եկամուտը կազմել է 9.377.305 դրամ, որը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 635.584 դրամ։ Վերջինս նաեւ բաժնեմաս է հայտարարագրել Էքսիփեդ ՍՊԸ-ում, որը նա հանձնել է հավատարմագրային կառավարման։